Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանի ցարակելական մեր Սուրբ Եկեղեցին կբանձացնի հիշադակը 3 սուրբերու։ Սուրբ Պետրոս Աղեքսանդրացի հայրաբեդին, Սուրբ Վլաս Սեփաստացի եպիսկոպոսին եւ Սուրբ Ափիսողոմ Սարգսակին։ Սուրբերը սիրելներ Աստուծո ընտանիքին անդամներն են, հետևաբար մեր հարազատները։ Երկնքի մեջ օրմը, երանելի օրմը, երբ որ արժանի ըլլանք Տիրոջ երկրորդ կալուստին հավիտենական կյանքը ժառանգելու, այնտեղ պիտի համտիվինք սուրբերուն։ Սուրբերը մեզի նման սովորական մարդիկ էին, մեղքերով լեցուն, սակայն սիրելիներ հաղթեցին մեղքին Քրիստոսի շնորհքով եւ ապրեցան սրբության կյանքով։ Անոնք սիրելիներ վկայեցին Քրիստոսի համար։ Իրենց արյան նահատակությամբ ամբողջովին սիրելիներ վկատ հարցան Քրիստոսի եւ ցույց տվին, որ Քրիստոսի անտեպ իրենց ունեցած սերը, հավատարմությունը ոչ թե խոսք է բարձաբես, այլ կյանք եւ նահատակություն։ Յուրաքանչյուրի մասին շատ ամփոփ սիրելներ ցեզի պիտի պատմեմ, որբեսի իմանաք անոնց կյանքի պատմությունը եւ օրը, երբ երկնքի մեջ հանդիպին անոնց ողջակուրվին անոնց հետ եւ շնորհակալություն այդտենք, որ իրենց նահատակությամբ, իրենց հավատքով, իրենց ապրելակերպով մեզի քաչալերանք եւ օրինակ եղան երկրի վրա։ Առաջինը Սուրբ Պետրոս Աղեքսանդրացի հայրաբեդ։ Սուրբ Պետրոս եղած է Աղեքսանդրիո հայրաբեդը եպիսկոպոսը 300 թվականին։ Եսեփիոս Գեսարացի եկեղեցական պատմիչը զինք հիշադակելով գսե թե անիգա եպիսկոպոսի դիբար էր, նշանավոր որքան իր առաքինի կյանքով, նույնքան եւ Սուրբ Գրքի իր իմացությամբ։ Իր քաղաքալության 3-րդ դարին, երբ սկսան Թեոգրեդիանոս Ռոմի գայսրի հալածանքները, Թեոգրեդիանոսը 284-ին մինչև 305 գայսր եղած է Ռոմի, Սուրբ Պետրոսը ստիպված հեռացավ Բաղեսին եւ Միչակետ, որտեղ անիգա քարոզությամբ եւ հրաշքերով շատերը քրիստոնյա դարձուց։ Բանտխտության մեջ Սուրբ Հայրաբեդը շարունակ գապ գբահեր իր հոդի անդամներուն հետ, քաչալերելով եւ մխիթարելով զանոնք իր ուղերձներով։ Այդ ժամանակ քրիստոնյաներեն ոմանք չթիմանալով ծանր հալածանքներուն եւ հոգիով դգարանալով կխուսափեին իրենց հավատքը խոստովանել եւ նույնիսկ ոմանք գուրանային, սակայն հետո դարձյալ գզղջային։ Սուրբ Պետրոս Աղեքսանդրացի հայրաբեդը ինքն էր սիրելներ եւ վերադարձավ Աղեքսանդրիա, այս առիթով ինքը սիրելներ սահմանեց այն կանոնները, որոնց հետևողությամբ հալածանքներու ժամանակ դգարացողները եւ ապա զղջացողները գրնային վերընդունվել եկեղեցվո ծոցը, գրնային ետ վերադառնալ ապաշխարությամբ։ Սուրբ Պետրոս Աղեքսանդրացին հայտնի է իր ժամանակի հերցվածողական ուսուցումներու թեմ մղած անզիջում բայկարով, որը շարունակվեցավ նույնիսկ երբ ինք փանդի մեջ էր, երբ 311 թվականին իր մարտիրոսական մահեն առաջ վկայեց նաև արիոսականության Քրիստոսի կողմէ մերժված եւ ադելի ըլլալու մասին, ինչը հայտնված էր իրեն դեսիլքով։ Արիոսականները սիրելներ Արիոսի հետևող աղանթի մարդիկն էին, Արիոսը սիրելներ այն մարդն էր, այն կրոնավորն էր, որ գմերժեր Քրիստոսի աստվածությունը
գմերժեր որ Քրիստոս համահավասար Աստված է Հայր Աստուծո հետ միասին, հետևաբար Սուրբ Պետրոս ինք դեսիլքով արդեն իսկ դեսավ, թե Արիոսը Քրիստոսի կողմէ մերժված հերետիկոս էր։ Գպատմվի, որ Սուրբ Պետրոսի փանդարգության ժամանակ անոր այցի գուքար եւ զորավիկ կլար Սուրբ Անդոն անաբադականը։ Երբ Սուրբ Պետրոսին ըստ թադավեջիրի պետք էր դանեին գլխատելու, հավատացյալ ժողովուրդը համախմբված մեծ աղմուկ բարձրացնելով արգիլեց վճիրի իրակորձումը։ Տեսնելով որ Սուրբ Պետրոսի պատճառով քաղաքի մեջ կարող են խռովություններ ծագել եւ շատերու արյունը թափվել, Սուրբ Պետրոսը ինքը քիշերով ինքնագամ ուզելով եւ ժողովուրդեն քախնի ինքզինքը գանցնե թահիճներուն, որոնք զինք գկլխատեն։ Լատիները սիրելներ Սուրբ Պետրոս Ալեքսանդրացի դոնը գդոնեն նոյեմբեր 26-ին, հույները նոյեմբեր 24-ին, իսկ մեր ժողովուրդը հայ եկեղեցին 8 օրեկի Սուրբ Ծննդյան 8 օրեկի դոնախմբության հաջորդ շաբաթօրը, այսինքն այսօր։ Սուրբ Վլաս Անունին հունական եւ լատինական ցևն է Բլասիոս։ Եղած է սիրելներ Սեպասիո եպիսկոպոս։ Ըստ շատմը վգայապանությանց եղած է հայ եւ աշխարհի մեջ սիրելներ Սուրբ Վլասի նվիրված բազում եկեղեցիներ կան մանավանդ Եվրոպայի մեջ եւ բոլոր եվրոպացիները գիտեն որ Սուրբ Վլասը հայ սուրբ է։ Նաեւ Հռոմի մեջ հայ կաթողիկե եկեղեցին ունի Սուրբ Վլաս անունով եկեղեցի, որու մեջ ամեն գիրակի հայ առաքելական եկեղեցվո այցելու գրոնավորները եւ ուսանող վարդապետները այնտեղ Սուրբ Բադրակ կմատուցանեն։ Սեպաստիայի եպիսկոպոսն էր Վլաս հռոմեական գայսրության արևելյան մասի մեջ Թեոգրեդիանոսի եւ Լիգինիոսի դիրաբեդության ժամանակաշրջանին, երբ քրիստոնյաները խիստ հալածանքներու գենթարկվեին։ Սուրբ Վլասը մեկն է միջնադարու մեծահամբավ սուրբերեն։ Հայտնի էր իր սրբագեցությամբ եւ ջկնասիրությամբ, արիությամբ եւ քթասրդությամբ, բժշկություններով եւ հրաշագործություններով։ Անիկա իր հոդի հավատարիմ հովիվն էր, հալածանքներու մեջ երբեք չլքելով զայն, մշտապես քաչալերելով նահատակները եւ օժանդակելով փանդարգվածներուն։ Երբ հալածանքները խիստ սաստկացան քրիստոնյաներու թեմ, Սուրբ Վլաս հանձնարարեց հավատացյալներուն հերանալ եւ լեռնել ապաստանիլ եւ ինքնալ առանձնացավ Արքեյոս լեռան մեկ քարանցավի մեջ հանձնվելով ջկնագեցության։ Կպատմվի որ այստեղ անոր գհնազանդեին լեռան մեջ փնագող կազանները, որոնց անիկա գործներ, զանոն գործներ, իսկ հիվանդ գենթանիները աղոտկով կբժշկեր։ Շուտով սիրելիներ գայտնաբերվի Սուրբ Վլասի թաքստոցը եւ անիկա փարապանելով Աստծո գեհդեվի իրեն Գեսարիա ուղեկցող զինվորներուն։ Ճանապարհին բազմաթիվ հրաշներ կգադարե Սուրբ Վլաս, մինչև իսկ կպատմվի սիրելներ, որ իրեն կմոտենա մայրը լալահարաչ գինա անոր ձունգերուն թիմած ոտքերուն եւ կխնդրե իր նոր մեռած զավակը վերագենթանացնել։ Եվ կտալով մոր արցունքներուն Սուրբը բոլորի ներկայության աչքերը երկին կփարսացնի եւ հետեւյալ աղոտ կգնե ու գսե. լսե ով հայր քթությանց եւ Աստված ամենայն մխիթարությանց ծարայիդ աղոտքին լսե ծարայիդ աղոտքին եւ վերաթարցուր այս մանգան կյանքը որբեսի ամենքը ճանչնան թե թունես կյանքի եւ մահվան դերը հազիվ այս աղոտքը գսե ու գավարդե
մանուկը իր մորը քրգին մեջ գվերագենթանանա։ Ըստ ավանդության սիրելներ մանուկի գոգորտին մեջ ցգան փուշ գախված էր։ Եվ ադորամար Սուրբ Վլասը կաթոլիկ աշխարհի մեջ, լատին աշխարհի մեջ գհամարվի գոգորտի բժշկության սուրբը։ Նույնիսկ Հովանես Բողոս Ժան-Պոլ ուրեմն լատին բաբը երբ գոգորտի քաղցկեղ ունեցավ կաթոլիկ աշխարհը սիրելներ Սուրբ Վլասի բարեխոսության է որ թիմեցին։ Ուրեմն երբ Սուրբ Հայրաբեդին զին կբերեն Գեսարիա գուսագալը Ագրիգորայոսը զայն գտիմավորե գերձ ողջունով զինք գոչելով աստվածներու բարեկամ եւ գհրամայե Սուրբին որ անմահ աստվածներուն զոհ մատուցանե Սուրբը պատասխանելով գուսագալին այդ ողջունին գամբադվե գուսագալի ճաշտած չաստվածները զանոնք թևեր անվանելով եւ գսե անմահ աստվածներուն զոհ մատուցանեմ ինչ անուն է որ գուտակ դուք թևերուն այսին չար ոգիներուն որոնք ցեզի վնաս հասցնել զատ ոչինչ կրնանել գիտեք որ մեկ անմահ աստված գա ամենագալ եւ հավիտենական ես այդ է որ կբաշտեմ Թադավորը այս պատասխանեն գզայրանա եւ գհրամայե ահավոր սիրելիներ չարչարանքներու ենթարկել Սուրբ Վլասը եւ այնպիսի չարչարանքներու որով կարելի չէ ողջ մնալ եւ սակայն Սուրբ Վլաս եւ ողջ կմնա եւ անոր թեմքեն ուրախություն կջարակայթեր ցույց տալով որ իր զորությունը երկինքեն էր Փանդ կնետվի եւ փանդի մեջալ գշարունակվի իր նկատմամբ չարչարանք ու դանչանք կատարվիլ խոշտանգումներու գենթարկվի եւ միշտ կմնա անվնաս ու զվարթերես 7 գիներ սիրելիներ 7 բարեբաշտ գիներ անոր մարմինեն հոսած արյունով գոձեին իրենք զիրենք հոգի եւ մարմնի բժշկություն գտնելու համար նույնիսկ կպատմվի որ երբ զին կնետեն Սեբաստիոն լիճը Սուրբը գսկսի լիճին վրա ճուրերուն վրա քալել փարապանելով Քրիստոսը եւ ծաղրելով չաստվածները ի վերջո Սուրբ Վլաս գքրխադվի անօրեներուն գոմե եւ մահեն առաջ անիգա գաղոթե ողջ աշխարհի համար նաեւ սիրելներ Սուրբ Վլասին հետ կնահատակվին 7 բարեբաշտ այս գիները եւ 2 մանուկներ անոնց 2 մանուկները հույները Սուրբ Վլասի դոնը գդոնեն Փետրվարի 11-ին լադիները Փետրվար 3-ին իսկ մեր եկեղեցին ուտորեքի կամ վարտավարի հաջորդ առաջին սրբոց օրը նայած թե զադիգը ուշ թե գանուխ կուկա եւ վերջապես Սուրբ Ափիսողոմ Սարգսակի մասին խոսիմ սիրելներ Սուրբ Ափիսողոմի դոնը միայն հայ եկեղեցին գդոնե ոչ հույները եւ ոչ լադիները ունին անոր դոնը Ափիսողոմ Աղեքսանդրիայի Սուրբ Պետրոս Հայրաբեդի Սարգսակն էր որուն դոնը Սուրբ Պետրոսի այսօր է անոր Սարգսակն էր իմաստուն եւ հոգելից ձերունիմը որ միշտ ուղեկցած է Սուրբ Պետրոս Հայրաբեդին բոլոր ճամփորդություններում մեջ մինչև անոր նահատակության բահը եւ անգե յետկալ ինք վախճանված է մարտիրոսական մահով Սուրբի մասի հիշադակություն չէ պահպանված օրթոդոքս եւ կաթոլիկ եկեղեցիներու մեջ ադորամարալ անոր հիշադակը չկա հայ եկեղեցին Սուրբ Ափիսողոմ Սարգսակի հիշադակը գդոնե Սուրբ Պետրոս Հայրաբեդի եւ Սուրբ Վլաս եպիսկոպոսի հետ
միասին։ Սիրելիներ, եկեք այս սուրբերու եւ բոլոր սուրբերու վարկը միշտ ընթերցենք, որբեսի մենք ալ քաչալերվենք մեր հավատքի մեջ։ Միշտ հիշենք, որ մեր կյանքը ժամանակավոր է։ Թող հալածանքները, նեղությունները չդգարացնեն մեզ։ Մեր կյանքի սիրելիներ կյանքի մեջ բադած դժբախտությունները մեզ մեր հավատքեն չհեռացնեն։ Դժբախտաբար որքան շատ են քրիստոնյաները, որոնք այո սովորական ժամանակներու ընթացքին ամուր հավատքի երևույթով գաբրին, ցույց կտան, որ իրենք զորավոր հավատացյալ են, սակայն նեղության ժամանակ, դժվարության ժամանակ, իրենց ընտանիքի անդամները մեկու մահվան ժամանակ, որքան կդկարանան եւ նույնիսկ կհեռանան իրենց հավատքի կյանքեն։ Ահա սուրբերը սիրելիներ քաչալերող անձեր են մեզի համար իրենց վարքով եւ նահատակությամբ, որ ինչ ալ բադահի մեզի հետ մեր կյանքի մեջ հալածանք, նեղություն, հիվանդություն, մահ, դարաբանք, ինչ որ ալ բադահի երբեք չլքենք Տերը, երբեք չհեռանանք մեր հավատքեն, այլ միշտ գարչած մնանք Տիրոջ, հավատարիմ մնանք Տիրոջ եւ քալենք Աստուծո սուրբ ջամփաներու մեջ են։ Սիրելիներ, թող Աստված բահե բահբանե բոլորը եւ իսկապես որ մենք ալ սուրբերու կյանքով ապրենք, որովհետեւ Աստված կուզե որ մենք ալ սրբանանք, ինչպես որ ինք սուրբ է։ Աստված ցեզ առադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։